Բարի լույս օրդ բարին է եթերում սիրելիներս եւ այսօր ապրիլի 1-ն է, նշանակում է ձեզ հետ Գարիկ Մարտիրոսյանը եւ Սոֆի Մխեյանը եւ Նատաշա Կարալյովանը։ Եվ Նատաշա Կարալյովանն։ Մի խոսքով այսօր մենք կարող ենք մեզ թույլ տալ եթերում ստել կամ փոքրիկ հումորներ անել կամ ինչ մտքներով անցնի անել, որովհետեւ հումորի ծիծաղի օր է, ինչ է լինի դուք մեզ կներեք։ Ծիծաղի օրն է եւ յուրաքանչյուր օր իհարկե պետք է մարդը հումոր անի, որովհետեւ ասում են շատ կարեւոր բան կա, չէ՞, մարդը եթե հումոր չունի, այդ մարդու հետ պետք է գործ չունենալ, չէ՞։ Բայց այդ հումորը օգնում է, որ այդ երջանկության հորմոններն արտադրվեն, հումորը օգնում է, որ կյանքի դժվարին փուլերը անցնես հաղթահարելով, հեշտությամբ եւ հումորով, հումորը կյանք է մի խոսքով ու այսօր ունենալու ենք հրաշալի նաեւ հյուր հումորի հետ անմիջապես կապ ունեցող, բայց մինչ այդ առաջարկում եմ մի լավ տեսահոլովակ արտանանք։ Մենք կարող ենք ասել հիմա շատ տխուր տեսահոլովակ մեր եթերում, իսկ դուք դիտեք։ Չտխրեք, կվերադառնանք։ Վերադարձանք տաղավար, արդեն 3 ժամ է մենք եթերում ենք եւ 3 ժամ շարունակ ասում ենք, որ ձեզ շատ ենք սիրում, շատ հագեցած օրը ճանապարհեցինք մեր բոլոր հյուրերին եւ ես հաղորդագրություն ստացա, որ Լուկաշենկոից հետո Հյուսիսային Կորեայի ղեկավարը մեզ է ընդունելու Օ, իսկապես հրաշալի։ Ինձ է ճիշտ ասած Շակերան էր գրել, բայց ձայնային էր ուղարկի ասեց wherever together մի խոսքով հագեցած օրը լինելու մեզ մոտ, իսկ մեր հյուրն է այսօր մի մարդ, ով երբ քայլում է ու ժպտում է, արդեն այսպես հումորը հորդում է նրա ներսից, որովհետև նա այդպիսին է։ Հումորիստ Արեն Սաֆարյան։ Բարի լույս։ Բարև ձեզ, առաջերտի շնորհակալ եմ հրավերի համար ու շնորհավորում եմ կանանց միամսյակը։ Այս մեկ ամսվա ընթացքում ինչ ասեք, մենք ճիշտ ենք, դուք ճիշտ եք, մենք սխալ։ Ողջ, այս ապրիլի 1-ն դրամ արեք, այդպես մանրասում թե երբեք չեք ասի։ Նախ մենք ենք շնորհակալ, որ այսօր ընդունել եք մեր հրավերը, որովհետև հենց մտածեցինք ապրիլի 1 հումոր, մտածեցինք, ախ, Արենը գա եւ ժպիտ լինի մեր տաղավարում։ Իրականում ինչ է ձեզ համար առհասարակ հումորը։ Հումոր, դե մի քիչ առաջ ասեցիք, մարդ որ հումոր չունենա, կարծում եմ անիմաստ է, ու ասում են որ այն մարդիկ որ հումոր են, այսինքն հումոր կա իրանց մեջ կամ հումորով են զբաղվում, ավելի լավ են հասկանում, որ այս չասեմ այս աշխարհ մի բան է ինչի, այտենց շատ չի պիտի լուրջ ընդունես ամեն ինչը, բայց ընտանք որ հումոր չունեն, շատ լուրջ է ամեն ինչը, ասես թեթև տարեք, որ առողջ ապրեք։ Կյանքում եղել են դրվագներ, երբ հումորը ձեզ հենց բառացի օգնել է։ Այո, շատ։ Դուրս գալ դժվար իրավիճակից։ Թե ներքին կուխնիա, կնոջս հետ, թե շատ տեղեր, հա, որ արդեն վերջի փուլն այլ ձև չկա, մի բան գտնել եմ հումոր եմ արել, փրկել է ինձ։ Ավելի շատ իմպրովիզ հումորի սիրահարեք, թե մտածված, գրված։ Դե երկուսն էլ 50% տենց 50-50, որտեվ դե ներկայացման ժամանակ էլ նույնն է, դե սցենար կա, պատրաստ գրած է, բայց նենցա սցենարը առաջ գնում, որ դե հանդիսատեսի հետ այդ 4-րդ պատը կոտրել, շփվել, դա ամենահետաքրքիրը։ Ամենահետաքրքիր ու հաճելի ու յուրահատուկն է։ Ամեն դեպքում ձեր ներկայացման վերնագիրը մի բան ինչի։ Այդ ինչի, որ տենց դրանից բխած։ Դուք ասեք, ինչն է n։ Ինչ համար դուք շատ սիրուն եք, մեկ հումորով եք, երկու տեսք ամեն ինչը տեղն է, տրամադրությունը կա, առավոտ ապրիլ, ինչի, մի բան ինչի։ Դե մեկ մարդուկին հարաբերություն մի բան են չի։ Քաղաքական առումով մի բան են չի։ Հիմա չասենք Հայաստան, ընդհանրապես աշխարհը, տեսեք ինչ է պատահում։ Ու որտեղ որ ներսես մտնում, վերջում հասնում ես որ մի բան են չի։ Եվ մենք գիտենք, որ ապրիլի 12-ին ու 18-ին Բոհեմ թատրոնում մարդիկ հնարավորություն կունենան իմանալու, թե Արեն Սաֆարյանի համար ինչ է են չի։ Ինչպես ստեղծվեց ներկայացումը, գաղափարը, սցենարը, մի քիչ կպատմեք ովքեր են աշխատել։ Արդեն երկրորդ ներկայացումն է, առաջինը մի սուտ էլ ես ասել։ Հիշում ենք, եկաք մեր մոտ մի սուտ էլ ասեցիք, գնացիք։ Երկրորդը ճիշտ ասած առաջ սցենարն եմ գրել ու սցենարը տենց փորձը վերնագիր հələ որոշված չէր ու կարդում եմ, փորձ եմ անում ու տենց արդեն հասնում եմ որ ամեն, ասենք, խնդիրի մասին որ կարդում եմ, հասնում եմ դրան որ մի բան են չի, որտեվ դե ներկայացման ընթացքում էլ նորից կա մարդուկին հարաբերություն, ընտանիք, ասենք, ֆինանսական, աշխարհ, երկիր, լիք բաներ ու վերջ հասնում եմ դրան որ մի բան են չի։ Ու շատ տարածված խոսք է, դա որ տենց ուղեղի մեջ էլ հանգիստ է ֆռում ու
հանգիստ գովազդվում։ Իսկ ներկայացումը բանալի ունի, որ այդ բացում ա դուրը վերջում այդ մի բան ինչին լուծվում է։ Դե եկեք գաղտնիքը բացեմ, որտեղ վերջում ասում եմ, որ դե մենք բոլորս էլ գիտենք, որ հիմա ցանկացած տեղ, ցանկացած երկրում մի բան է ինչի, գոնե ովքեր Հայաստանում են մնան Հայաստան, ովքեր դրսում են, գան միանան մեզ ու իրար հետ հաճույք տանենք այս անհասկանալի մի բան ինչի վիճակ։ Արեն, քեզ համար հումորը, հա, բնականաբար ասում են, որ հումորը պետքա չափի մեջ լինի։ Այո։ Եթե ինքը չափից դուրս է, պրոֆեսիոնալ հարց է սա դիտվում է իլյուզիա։ Տեսեք, սենց պատասխանեմ, շատ հեշտ է, երբ չափը անցնում ես։ Դե հիմա կարող է նեղվեմ, բայց շատ հեշտ է ծիծաղացնել, երբ որ այդ կարմիր գծերը անցնում ես։ Դե ես իմ սիրած հումորն են, որ հանդիսատեսը քահ չծիծաղա։ Այն որ դե իմ ներկայացման պատամա, որ մարդուկին իր կողքին նստած են, ասում են լսի, տես ինչ ասում, ճիշտ է ասում։ Դե չէ, բան տենց Ես մեռել եմ քեզ ասելով, իսկ բանի տեղ չես բաներ չեմ ասում, չեմ քարոզում, բայց սիրում եմ մի հատ sense մտածել տա, բայց ամենահեշտ սցենար գներ, ամենահեշտ ծիծաղացնել ենա, որ դու կարմիր գծերից անցնում ես, էդի թե էժան է, թե հեշտ է, ու ծիծաղում են էլ, բայց էդի արժեք չունի։ Ով է ներկայացման ռեժիսորը, չգիտեմ, երաժշտական ձևավորում, ամենը դու ես անում։ Չգիտեմ լավա թե վատ, բայց հա ես եմ բոլորն անում։ Դե որտեվ հավատում եմ, որ եթե ստենդափ ես անում, պիտի ինքդ գրես, քո կյանքի մասին գրես, քո այն ինչ որ քո ակնոցով ես տեսնում ամեն ինչը, էդի գրես, չեմ հավանում, որ հա ընկերներ ունեմ, որ օգնում են ինձի, բայց չեմ հավանում, որ ես իմ ստենդափին տամ սցենար օտար մեկը գրի։ Ու տենց հա երաժշտական բաժինն էլ ես եմ անում 0-ից ես մի խոսքով։ Եվ ռեժիսորան։ Այո։ Ամբողջ Ինչ որ չափով մի բաներ իմ անում եմ։ Սա արդեն առաջին անգամ չէ, որ ունեք ներկայացում եւ այս ժանրում ելույթ ունենում։ Ինչպես կգնահատեք վիճակագրությամբ ընդհանրապես հանդիսատեսը սկսել է սիրել ժանր ստենդափը, հասկանալ ու այդ մոտեցումը, երբ մարդը միայնակ է բեմում է ու կիսվում է իրական ապրածով ու հույզերով։ Առաջի հերթին շատ ուրախ եմ, որ հիմա Հայաստանում տեսեք ինչքան ներկայացում կա։ Ու բոլոր ներկայացումներն էլ լավ տոմս են ծախում։ Էդի առաջի հերթին շատ հիանալի ու շատ լավ ամեն մեկն ունի իր հանդիսատեսը։ Ու այո, շատ հետաքրքիր է, որ ես սկզբից որ սկսեցին, չիմ պատկերացնում տատի եւ պապիներ գան իմ ներկայացումին։ Դե այն պատկերացրեք ես իրանահա եկած, դե չեմ իմանում են սովետի ժամանակին չերա պատահե, ու ես վերջեր տեսնում եմ մի, ասենք, դահլիճի 50-60% տատի պապինն է։ Մեծահասակներ։ Ինչ Հա, ու դենց ուրախ եմ, հա երիտասարդներ կա, բայց դե հետաքրքիր է իմ համար։ Իհարկե, ինչքան տարիքով մեծ են, նշանակում է այդքան ու հանդիսատեսը շատ Հայաստանի հանդիսատեսը մեր հայերը շատ խելացի են, շատ։ Այն որ մի հատ խոսք ասում են դե ու ամեն մի հատ sense էժան ներկայացում ես անում ու ասում են դե ժողովուրդը էս են սիրում, չէ, դες բան չկա։ Մեր ժողովուրդը խելացի են, հասկանում են լավ վատից ջոկում են, լավ կինո, վատ ներկայացում, լավ ներկայացում։ Տենց չի, անի ռեժիսոր եւ դերասանը փախնելուց որ ժամ չդնի սցենարի վրա, ասում է դե ժողովուրդը էս են սիրում, այժմ բան էս տալի գալիս են, ծիծաղում են, այդում են, չէ։ Ներկայացման հետ կապված ինչ նպատակներ կան, մենակ Երևանում թե մարզերում եւ Աշնան Ամերիկայում լինելու, այո, եւ հիմա արդեն կազմակերպում ենք, որ Հայաստանի տարբեր քաղաքներում եւ Ռուսաստան ենք գնալու, Եվրոպա ենք գնալու, այդ աշխատում ենք, այո։ Ինչքան ժամանակ է պետք լինում, որ ստեղծվի նոր ներկայացում ու գրվեն նոր պատմություններ։ Մի բան ինչքան ժամանակում գրվեց։ Սենց ասեմ, ես ամեն առավոտ որ տնից դուրս եմ գալի, ուղեղը երկու մաս է, մի հատ ստենդափ, որ ինչա պատահում քաղաքում տաքսի եմ նստում, անդրակարգ եմ նստում, խանութ եմ մտնում, մի բաժին դե իմ կյանքն է։ Ու կարող է դե սխալ է որ ասես մի տարի խաղում եմ, մի տարի վերջացավ, անպայման պիտի նորն անեմ, կարող է այդ մի տարվա ընթացքում դու թեմա չունենաս։ Բայց մի բան է ինչի շատ արագ ստեղծված։ Այսինքն արհեստական չի, էլի իրական հավաքը։ Այո, չի պիտի տենց ասենք որոշես որ ամեն տարի մի հատ անում եմ, կարող է ասենք մի տարվա ընթացքում դու չունեցար ցանկալի մի հատ տենց լավ սցենար։ Դա որ պիտի աշխատես, ես ասում եմ, հումորը թթուի նման է, պիտի դու դնես ու տեսնես շան տաս, բռնի իրա։
Իսկ եղել են իրավիճակներ, որոնք կյանքից ներկայացրել եք, հետո ձեր կինը ասել է, ինչի համար է սրա մասին խոսում, պետք չէր էլի ամեն դեպքում։ Դա ներկայացման թե ներկայացման, այլ թե հիշում եմ մեր ամուսնության տարեդարձներ, ճիշտ է տորը, մի հատ հումոր, մարդու կին հարաբերություն, դե Սերինեն կինս ինքը բան չի ասում, բայց այդ օր զանգավ ասավ դե ճիշտ չէր, գոնե այսօր չգցիր ես։ Գոնե այսօր չէ։ Գոնե այսօր չէ, բան չեմ ասում, բայց գոնե մեր ամուսնության ամյակին նվիրված օրը այդ իսկ լինում է ստուգողական ելույթներ, օրինակ, որ ներկայացնեք ներկայացումը ու տեսնեք ոնց է աշխատում հումորը ու հետո հաջորդ անգամ փոխեք։ Անպայման այդպես է, տեսեք հումորը, սցենարը ճիշտ, ասենց ասեմ, ավտոյի նմանա, որ դու մեկ-մեկ պիտի յուղը փոխես, այն ակեր ամառային ձմեռային անես ու այո, այն օրինակ հենց այս մի բան ինչին էլ այն ինչ որ գրել է, միջև առաջին ներկայացում, միջև արդեն էսի 10-12-րդն է, լիքը բան է փոխվել, որտեղ հա դե իմ մտածելակերպով բաներ կա, էսի կստացվի, բայց չի ստացվում, դա որ պիտի միշտ փոխես, ամեն անգամ փոխես։ Քանի որ այսօր հումորի օրն է, ուզում եմ մի զավեշտալի պատմություն հիշեք, ընդհանրապես այս տարիների հետ կապված ձեր կյանքում կամ ներկայացումների ընթացքում որ տեղի է ունեցել։ Քանի որ իմ ներկայացման մեջ կա քաղաքական թեմաներ, բայց դե չափը սահմանի մեջ պատահելում են, բայց չեմ թռնում են կողմ, մի խոսքով։ Հա։ Բարձրանում եմ բեմ ու պատկերացրեք ճիշտ ազգային ժողովի նախագահի նմասը տեսնում եմ աջ կողմը դիմադիրներն են նստած, ցախ կողմը ներկայիս ղեկավարություն։ Ու ասենց ուզում եմ խոսամ, միանգամից ասեմ, եկեք այսօր ներկայացումը չանենք։ Որտեւ եթե մի բան ասեմ աջ կողմն անեղվելու, արդեն մի բան ասեմ ձախ կողմն։ Շատ հաճելի էր, ձեզ լավ է։ Շատ լավներ ու դեր։ Արդեն հումորով սկսվեց ու բոլորը հասկացա, որ ստիպված են, ուզեն չուզեն, հա։ Եկեք այսօր ներկայացումը չանենք։ Հիմա ոնց որ մենք մտնենք հյուր ու ասենք, այ եկեք այսօր եթե չունենենք։ Իրականում Արեն ջան, ուզում ենք այս պահին ընդմիջել եթերը գովազդային հոլովակով ձեր ներկայացման, որպեսզի եւս մեկ անգամ հիշեցնենք, որ ապրիլի 12-ին եւ 18-ին Բոհեմ թատրոնի դահլիճում տեղի կունենա մի բան են չի Արեն Սաֆարյանի ստենդափ ներկայացում շոուն, դիտենք ու վերադառնանք։ Դե ինձ ելիներս այս ինֆորմացիան հաստատ չենք ստում, ապրիլի 12 եւ 18 Բոհեմ թատրոնում գնում եք եւ նայում եք մի բան ինչի ներկայացումը, իսկ մեր հյուրը Ֆիլիպ Կիրկորովն էր։ Շնորհակալություն անչափ Ֆիլիպ ջան։ Շատ ուրախ։ Լուիզա ջան։ Ով շուտով համերգներ կունենա Հայաստանում։ Այո, չէ, համերգներ կունենա Հայաստանում, իրական մեր հյուրն էր հումորիստ Արեն Սաֆարյանը։ Շնորհակալ ենք, որ այս րոպեները լեցվեցին կրկին հումորով, դրական էներգիայով ու ձեր կատարած աշխատանքով միմիան հաջողություն ենք մաղթում ստենդափ ներկայացմանը, թող լավ աշխարհագրություն ունենա տարբեր քաղաքներում եւ երկրներում։ Եվ շատ կարևոր է, ինչպես ասեցիք, հումորը ունենա ամենակարևորը մտածելու, սովորելու, ուսուցանելու, այսինքն առաջնահերթություն, այլ ոչ թե այն անճաշակությունն ու գրեիզմը, որ տեղի ունենում այսօր մեր իրականության մեջ Արեն ջան, եւ մտածելու տեղ տա, ինչպես որ գալիս են ձեզ մոտ եւ ձեր ներկայացումներին դիտում են նաեւ տարեց իհարկե հանդիսատեսը։ Շնորհակալություն ձեզ եւս մեկ անգամ։ Ժպտացեք, հումոր արեք, բայց չափը չանցնեք։ Ձեզ հետ Վրեժն ու Անահիտն էին, մենք այսօր մեկնելու ենք Բրազիլիա, հաջորդիվ մեր եթերները կլիտեք հերարձակի Բրազիլիայից։ Սան Ֆրանցիսկոից։ Այսօր համար այսքանը, հաճախ ժպտացեք ու հումոր արեք բարի, անշահախնդիր եւ չվնասող հումոր։ Ուրախ ու լավ օրենք մաղթում բոլորիդ, լավ մնացեք։